Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ մի քիչ պատմել իմ անցած շաբաթվա մասին, փորձել վերլուծել, որպես օրագիր, սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ հիմա ժամանակ չունեմ օրագիր վարելու, դրա համար օնլայն կվարեմ, կպատմեմ շաբաթս, սկսած միաշաբթի օրվանից, ինչի համար եմ սա անում, սա համարում եմ, որ շատ կարևոր է, եթե ինձ հարցնեն, ասեն երկու կարևոր բան, ինչ կարաս խորհուրդ տաս, որ մարդ անի ու հաջողության հասնի, դա մեկը կտակարան կարդա օրական մեկ գլուխ եւ երկրորդը օրագիր վարի։ Հետաքրքիր է, որ ես փոքրուց ես իմ ընտրությունների մեջ, բոլորիս ընտրությունների մեջ է լինում, կարդալ, չկարդալ, վարել օրագիր թե չվարել, բայց ես փոքրուց այդ երկուսն էլ ընտրել եմ ու այդ օրագիր վարելը շատ կարևոր է, որ ոչ միայն գրես օրվա վերջում ինչ է կատարվել օրվա մեջ, նաև վերջում 3 շնորհակալություն հայտնես Աստծուն այդ կատարվածների համար, ինչի համար որ դու շնորհակալ ես։ Այս օրագիր վարելու շնորհիվ 3 ինքնակենսագրական գիրք եմ գրել։ Ուրեմն աշխատելը շատ լավ բան է, աշխատելը շատ կարևոր է, աշխատասեր մարդը, բայց մի քիչ այն չափից շատ չլինի, որ ժամանակ թողես ինքնավերլուծության համար, որ տեսնես դու ճիշտ ես ապրում թե ոչ, ինչ որ անում ես օգտակար է թե ոչ, սրանք շատ կարևոր է։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն սկսեց ամսի 4-ից Կիրակի օր էր, Կիրակի օրը ուրեմն գնացել եմ պատարագի, դեռ պահքային օր էր, 5-րդ մասիվ եմ գնացել, մենք Նանսենի վրա նույնպես ունենք եկեղեցի, որ կարող եմ այդտեղ գնալ, բայց եկեղեցին փոքր է, ձմռանը չենք կարողանում տեղավորվենք եկեղեցում, ամեն հիմա այս հոգևորականները մի մասը բաժանված են, խնդիրներ ունենք դրա հետ կապված, գերադասում եմ գնալ 5-րդ մասիվ, ու այդ ոտքով գնալն էլ ինձ համար էս բան շատ կարևոր ոտքով գնամ եկեղեցու վերադառնամ։ Հետո դրանից հետո եկել եմ տուն տեսահոլովակ նկարահանել պլաններիս մասին, ինչը որ գոնե պահքի ժամանակ կարելի էր չանել։ Դրանից հետո կոճապղպեղից թխվածքաբլիթ տնակ եմ պատրաստել, հաջորդ շաբաթ արդեն հուսամ կնվիրեմ այն մարդկանց, ում համար պատրաստել եմ։ Ամսի 5-ը անոթի եմ անցկացրել, քանի որ երեկոյան ջրաքալույց էր, Սուրբ Պատարագ, Սուրբ Ծննդյան պատարագը, բայց աշխատանքային օրեր գնացել եմ առավոտյան Բեգլարյան կլինիկա հղիներից տեսնեմ, որովհետև տոնական օրեր էին, նախորդող չէի տեսել, որ տեսնեմ ամեն ինչ նորմալ է։ Հետո գնացել եմ Աբովյանի պոլիկլինիկա, այնտեղ մի քանի խորհրդատվություններ վարել։ Դրանից հետո գնացել պատարագ, այդ պատարագը, ջրաքալույցի պատարագը արդեն ընկերներիս հետ գնացել ենք Առինջի եկեղեցի։ Դրանից հետո եկել եմ լավ հաց եմ կերել, լավ հաց ուտելը ինձ համար ձվածեղ ուտելն է։ Ու սկսել պատրաստվել, որովհետև ամսի 6-ին հյուրեր ունեի։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում, որ իմ նոր տարին գան շնորհավորեն, իհարկե ընկերներից մեջ, բարեկամներից, հարազատներից մեջ, իրենց ասում են լավ, նոր տարում կարա գաք, բայց պահքային ուտելիք է լինելու։ Եթե ուզում եք համեղ ուտեք, ուրեմն զատիկին եկեք։ Ու էլ ասեմ, որ բոլորը գերադասում են զատիկին գալ։ Ահագին պատրաստվել էի, բայց այդ պատրաստություններով խառնված մոռացել էի ամսի 6-ին, որ ջրօրհնեկն է։ Համարել էի, որ ամսի 5-ին գնացել եմ պատարագի, հաղորդություն ստացել, էլ կարամ ամսի 6-ին չգնամ, բայց մոռացել էի, որ 6-ը ջրօրհնեկն է, շատ կարևոր է։ Հուսամ ընկերներից այդ օրնված ջուրը ինձ համար կբերեն, ես շատ եմ օգտագործում, խմում եմ, բայց ավելի շատ ուտելիքներից մեջ եմ մի քանի կաթիլ լցնում, հետո որ ինձ գովում են, ասում են, այս ինչ համեղ բան ես պատրաստել, ասում եմ, դե օրնված ջրով, ոնց կարող է համեղ չլինի։ Այդպես։ Ուրեմն, հյուրերից ամսի 6-ին ընդունեցի, ճանապարհեցի, տները հավաքեցի, ժամը 1-ին արդեն պարկել եմ որ քնել, հղից զանգեց, որ ջրերը գնացել են։ Ու ամսի 7-ը ամբողջությամբ 24 ժամ անցկացրել եմ մղիիս հետ ու երկարատևել այդ ծննդաբերությունը, փորձել ենք չմիջամտել, բայց կարիք եղավ միջամտելու, որովհետև բարդություններ ունենում ենք ու բարդությունների մասին անպայման տեսահոլովակներ առանձին նկարահանելու են, որ պտղաջրերի վաղաժամ արտահոսքը բարդություն է, ծննդաբերական գործունեության թուլությունը, խթանումը դրանք բարդություններ են ու պատմելու եմ, սրանք կարևոր են, սրանց մասին առանձին տեսահոլովակ նկարահանելու եմ իհարկե։ Որ ինչից առաջացան, կարելի էր արդյոք կանխարգել դրանք թե ոչ, ժամանակին հայտնաբերել ու ժամանակին ինչ միջամտություն ցույց տալ, որ Փառք Աստծո մայրը եւ երեխան առողջ դուրս գրվեցին հուսամ։
Ուրեմն ամսի 8-ին գնացել եմ ուսանողներիցս քննություն վերցրել, ավանդական բժշկական համալսարանում դասավանդում եմ, առաջի խումբս էր քննությունը հանձնում, շատ հեշտ եմ քննությունը հանձնում, ընդամենը 2 հոգի եմ կտրել, ուրեմն այն մարդիկ, ովքեր հաճախում են, շատ կարևոր է բժշկական համալսարաններում հաճախել դասին, շատ կարևոր է, սա այնպիսի թեմա չի, որ ինքնուրույն սովորես, բժշկությունը շատ բարդ է, դու մի անգամ ինքդ պետք է կարդաս, դու գաս տեսնես բժիշկը այդ նույն բանը, որ կարդացել է, ինքը ոնց է հասկացել, հիվանդանոցներ գնալ, բան, առանց դրա չի լինի։ Սա շատ կարևոր է, այն մարդիկ, ովքեր հաճախում են դասերի, ընդունակ են բժշկություն սովորելու, դե հետն էլ որ պատրաստված գալիս են քննության, արդեն կարելի առանց հարցնել էլ 10 նշանակել իրանց ու գնահատականներից մեծ մասը 10 են։ Կան ուսանողներ, շատ քիչ են, բայց կան, որ ընդունակություններ շատ չունեն, բայց այնքան պարտաճանաչ գալիս են, լավից վատից սովորում են, այդ դրանց 8 եմ նշանակել, քիչ են, բայց կան։ Ու կան նաև 15 բալանոց երեխեք, ավելի որ ուղղակի այդպիսի համակարգ չունենք իրանց գնահատելու, որ արդեն քեզ ուղում են, դոկտոր ասում է դու անցած անգամ ուրիշ ձև ասեցիր, բացատրեցիր։ Ասում եմ ես, որ հայերեն ենք, ասենք նախկիններն են մեղավոր, բայց հանդիկներ են, հայերեն չեն հասկանում, ասում եմ երևի սխալ եմ բացատրել, ճիշտ է այսպես է։ Ու սա շատ կարևոր է, որ այսպիսի հնարավորություն ունենաս այդպիսի մարդկանց հետ շփվես, կարևոր է սա։ Բոլոր բժիշկներին եմ խորհուրդ տալիս դասավանդել, դասախոսություններ սրանք շատ կարևոր են, որովհետև կան բաներ, որոնք դու ոչ էլ անդրադառնում ես, օրինակ էմբրիոլոգիան 4-րդ կուրսում ես լավից վատից անցել ենք, ինչպես է պտուղը դառնում աղջիկ կամ տղա, շատ հետաքրքիր է, ու սրանք միայն այդ դասավանդելով կարող ես շատ կարևոր բաներ կան, դասավանդելը շատ կարևոր է։ Քննությունից հետո գնացել եմ Աբովյան քաղաքի պոլիկլինիկան, այնտեղ խորհրդատվություններ անցկացրել, հետո ամսի 9-ին աշխատել եմ Բեգլարյան կլինիկաներում, Բեգլարյան բժշկական կենտրոնում, հետո այդտեղից Աստղիկ բժշկական կենտրոն, խորհրդատվություններ անցկացրել, վիրահատություններ չեմ ունեցել այս շաբաթ։ Ինչ եմ հետաքրքիր հասկացել հպարտության մեղքի մասին, այն էլ որտեղից այս միտքերը մոտս առաջացան, քանի որ տեսահոլովակ նկարահանեցի, որ մեր երկրում շատ ընդունված է, որ ամենասիրունը ես լինեմ, ամենասիրուն շորը ես հագնեմ գնամ, ամենասիրուն մեքենան ես ունենամ, ամենասիրուն տունը ես ունենամ, ու որ սկսեցի վերլուծել տեսնել այդ ոնց ա եղել, որ իմ մոտ դա 20 տարեկանում այդ անցավ, մինչև 20 տարեկան ես հիշում եմ, որ ես էլ ուզում ամենասիրուն շորը ես հագնեմ գնամ այդ միջոցառումների, որ ամենասիրունը ես լինեմ, բայց հետո գալիս է ինչ-որ մի этап, որ այդ արդեն մոտդ անցնում է, ու հասկացա, որ դա հպարտության մեղքն է, ուրեմն 7 մահացու մեղք ունենք, դրանցից բարդագույնը հպարտությունն է, հիշում ենք, որ սատանան լավագույն հրեշտակների մեջ է եղել, բայց այդ հպարտության մեղքի պատճառով վայր նետվել, ու հիմա չի թողում, որ մենք վերև բարձրանանք, բայց այն բարձրացողը բարձրանում է իհարկե։ Այս որ ես ամենալավը լինեմ, այդ ովքեր որ դրա մեջ եք, սա հպարտության մեղքն է, սա հպարտության մեղքն է, ուղղակի վերլուծեք, տեսեք որտեղ դուք կանգ առաք, որ դրանից դուրս չեկաք, այդպես մարդկանց շատ հեշտ է տեսնել, իրենք շատ սիրում են, որ իրանց գովան, շատ սիրում, գովասանքը տուն քանդող բան է, այդ որ գովում եք այդ կոմենտներում, միայն տուն քանդող է, ես չեմ կարդում, ես ուղղակի, որ բացում եմ կոմենտները կարդալ, վատ կոմենտ եմ ման գալիս, այն լավերը բաց եմ թողում, չեմ կարդում իջև էր, վատ կոմենտներ, որ բլոկ եմ հանկարծ էջիս վրա ինձ ջղայնացնող մարդ չլինի։ Ու այդ հպարտությամբ տարապող մարդիկ իրանք սիրում են, որ իրանց գովաս, որ մի անգամ գովում ես, մի հատ ասում է, որ մի հատ էլ ասես, սա արդեն իմացեք, որ դուք այդ հպարտության մեղքի մեջ եք, դրանից պիտի ազատվեք։ Մի բարկացել եմ, սա շատ կարևոր է, որ այս կոճապղպեղի թխվածքաբլիթ տնակ էի պատրաստում, գնացի կակաո գնեցի, ուրեմն այսպիսի մի խնդիր ունեմ այդ ագահության ու առատաձեռնության մեջ տարապող, մեջտեղը չեմ կարողանում գտնել այդ ոսկե միջինը ու մեջը գնամ, բաներ կա, որ այն ագահաբար գնում եմ ամենաեժան կակաոն գնացի, ու եկա տեսա, որ սա արդեն կակաո չի, սա չգիտեմ, վաքսա կակաոյի գույնի սարքած թե ինչ, ու սա վաճառողը լավի գիտի, որ սա երեխաների համար են առնում, սա մամաները առնում են երեխաների համար տանեն թխվածքներ պատրաստեն եւ այլն, ու ինքը այսպեսի բան է սարքում ու վաճառում,
Ինչ ասես, դե վայ տարել է, եկել տարել է այդ մարդուն արդեն, իրանց մասին Միքայել Սրբազանը շատ լավ ասում որ տեսնում եմ իրանց այդ դղյակները 3 հարկանի, 4 հարկանի, ասում եմ լավ, բայց ոնց է փոքր դագաղի մեջ դա տեղավորելու տանես հետդ։ Բոլորս մտածելու բաներ ունենք, եկեք վերլուծենք մեր կյանքը, օրագիրը շատ օգնում է դրան։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։